Սիրելի ընկերներ, ողջույն։ Երբևէ պատրաստել եք իշխլի քյուրթայով սպաս։ Եթե ոչ, ասեմ, որ շատ համեղ է ստացվում, անպայման փորձեք։ Ես պատրաստել էի առաջին անգամ, իսկ արդյունքից գոհ էին բոլորը, այնպես որ վստահաբար խորհուրդ եմ տալիս փորձել, վստահ եմ կհավանեք։ Եվ այսպես կաթսայի մեջ լցնում ենք 1 լիտր մածուն, ինձ մոտ տնական մածուն է, ավելացնում ենք 400 գրամ թթվասեր, 1 ձու և այս ամենը լավ խառնում, մինչև ստանանք համասեռ զանգված, այս էտապը բաց թողնել պետք չէ։ Այնուհետև ավելացնում ենք նախապես եփված և արդեն սառած ծավալը, կրկին լավ խառնում ենք և ավելացնում սենյակային ջերմաստիճանի ջուրը, ես ավելացնում եմ 1,5 լիտր ջուր, դուք կարող եք ավելացնել ավելի շատ կամ ավելի քիչ, ելնելով նրանից, թե ինչ թանձրությամբ եք ուզում, որ լինի սպասը։ Լավ խառնելուց հետո կաթսան տեղափոխում ենք կրակին և թողնում, որ եռը։ Ընթացքում ես չեմ խառնում, խառնելու անհրաժեշտություն չկա, սակայն եթե կասկածում եք ձեր օգտագործած մթերքների որակի վրա, կարող եք մեկ-մեկ խառնել։ 5 րոպե եռալուց հետո այստեղ լցնում ենք իշխլի քյուրթաները։ Թողնում ենք կրակին, եռման պահից սկսած 15 րոպե, 15 րոպե հետո իշխլի քյուրթաներն արդեն պատրաստ են լինում։ Ընթացքում ավելացնում ենք նաև կարագ, իսկ վերջում արդեն չորացրած նանա և աղս ճաշակի։ Իդեպ իշխլի քյուրթայի պատրաստման եղանակը իմ ալիքում կա, կարող եք անցնել ներքևում թողնված հղումով և դիտել պատրաստման եղանակը։ Մեր համեղ ճաշը պատրաստ է, փորձեք, վստահ եմ կհավանեք, բարի ախորժակ։